Մի անգամ էլ նստավ, բան չհասկացանք, թե ինչ արեց է դրա համար։ Հիմա երևի դիմացը զադիկ, հա, ուզում է ծոմը պահի։ Դեր եմ եղել, բայց չգիտեմ ացադուլը։ Մեր կառավարությունը շատ հզոր է, նման մարդկանց դեմ պայքարն անում։ Ինքնասիրահարված մարդ։ Ոչ մի արդյունք չտա, այդ մենք 5 տարի առաջ այդ կամուրջի վրայով թռել ենք։ Մենք 8 թվին այդ կամուրջի վրայով ենք արդեն։ Այնպես որ թող միամիտ Սահմանադրական դատարանից ոչ մի արդյունք մենք չենք սպասում։ Որտեւ այնտեղ Գագիկ Հարությունյանն է նստած։ Իսկ Գագիկ Հարությունյանը ենթարկվում է իշխանական բուրգի։ Բացատրեք ինչ սապարը, ինչ աշխարհի բացատրում։ Եթե նա հաղթել է, ինչ հաղթում է, հաղթել եմ, ինչ ես նստում, այ նա ասել, ինչի համար նստել։ Ինչ դա տալի։ Բան չունենալու նստել։ Բան չունի։ Մի տարի նստեց, 2 տարի առաջ նստեց Ացադուլի։ Ացադուլը դա բան է։ Գիտեք ինչ է դու նկարահանում եք, հարցրեք ջան։ Չէ, ասեմ, համաձայն եմ։ Նա ավելորդ բան է անում, ինքը իր պատիվը գցում է։ Արդեն չի կարելի Ացադուլ նստել, ինչ արի։ Դուք գիտեք, որ սահմանադրական դատարանության վիճակում անդրությունների արդյունքները։ Դա ճիշտ է սահմանադրական դատարանը, որտեղ նրանք ասում են ոչ մի տվյալ չունեք, ասում եք հաղթել ենք։ Ասում են բերեք մի հատ տվյալ, որտեղ հաղթել եք։ Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն ըստ ձեզ։ Ռաֆի Հովհաննիսյանը ավելորդ բան է։ Ընդհանրապես ձայները հավաքել է, չեմ ասում որ ձայն չհավաքել, Ռաֆի տեղովերն է ելին նույնն էլ հավաքել, քանի որ Ռաֆին ոչ թե ձայն են տվել ժողովրդը նախագահ դառնալու, այլ Սերժին սիրելով տվել են իր ձայն։ Եվ դա տոկոս չի կազմում, որ ասենք այդ բանը, ցույց է տալի այդ բանը, որ ընդհանրապես հիմա խնդրեմ, հանր հավաքների, եթե 500,000 ձայն հավաքողը, մինիմալը պիտի 20,000 ձայնի տեր գար օպերան լսվի իր ձայնի համար, թամել գալիս են 3-ից 4,000 մարդ։ Ինչու են քարում է լավ ապրելակերպի համար բոլորիս։ Բայց լավ կլիներ արդարություն լիներ, պայքարը արդյունքի հասներ, բայց որ պայքարեն մեջնել ոչինչ չլի, ոչինչ չհասնի, անօգուտ է լինում պայքարը։ Գոնե մի բանի հասներ, հասկանային իրան, ինչն է պատճառը, որ այդպես հացադուլ անում։ Ռաֆին ինձ թվում է բոլորին էլ հայտնի է, որ աթոռի կռիվ չի, Ռաֆին աթոռի համար չի բանանում, սենց այդքան։ Ռաֆի նպատակը նա է, որ հեսա տեսնում եք, դուք բոլորս էլ տեսնում եք, որ ժողովրդի վիճակը այն չի։ Ժողովուրդը գոնե թողելի պրեզիդենտը նույն պրեզիդենտը լինի, բայց դե ասենք ժողովրդի համար մտածեն էլի։